Հիմա արդեն ժամանակն է խոսել մեր առաջին հյուրի հետ, Հայկ Նահապետյան, վստահ եմ շատ սպասված մարդ մեր եթերում, շատ եք տվել վերջին շրջանում իր անունը, շատերի հետաքրքիր թե ինչ կարծիք ունի ինքը այս ամենի մասին, ինչ կատարվում է, այնպես որ բարի ուշ երեկո։ Հայկ ջան, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Մեր լսարանի կողմից ամենասիրված բանախոսներից մեկն ես ու շատ շնորհակալություն այսօր ժամին մեզ հյուրընկալվելու համար։ Մենք ուզում ենք խոսենք նախ եկեղեցու մասով այս տեղի ունեցող իրադարձությունների մասին, հարցեր ունենք, բայց միջև այդ խնդրեմ կարծիք, ինչա կատարվում, ինչա սա ուզում, ինչա տեղի ունենում։ Նախ մի քանի խնդիր ա լուծվում, առաջին հանրային դիսկուրսը, եթե նախկինում մեկ անձի կողմից էր տարվում, որտեղ հայոց խառն խոսակցությունը գնահատականների մտքերի փոխանակման համար նորմա էր դիտվում, հիմա այդ դիսկուրսը եւ այդ մոտեցումը պետական մակարդակի վրա է, երկրի վարչապետի պարտականությունը կատարող անձը եւ իր զուգընկերը փաստորեն փորձում են առայժմ ոնց որ հաջողվում է իրենց արժեվ դրած խնդրին իրենք հասել են, որտեղ նույն ձևով այդ լեքսիկոնով, վիրավորական, ոչ հաշվետու մարդկանց մեղադրելով, անհիման անուններ չտալով եւ այլն, այդ դիսկուրսը իջեցրել են ամենացածր մակարդակի։ Եթե առաջ մի անձ էր, հիմա սա ես արձանագրում եմ, այո, որը ինքնին որովհետեւ նորմալ երկրում, որտեղ արժեքներ կան, առավելս որ մեր երկիրը ավանդապահ ժողովուրդ, եկեղեցի, որը առաջնորդվում է աշխարհում ամենահին ինստիտուտը կանոնակարգող փաստաթղթով, որտեղ 301 թվականին է գրված, առ այսօր չկա որովիցե փոփոխություններ կա, բայց ամենահին փաստաթուղթն է, որովիցե այլ ինստիտուտ մեր եկեղեցուց չունի այլ փաստաթուղթ, որը 301 թվականից գրված, առ այսօր բոլոր փորձություններով անցել է, փոփոխություններ եղել են, բայց այսօր Այդան մի հատ հարց էլի, մենք այսօր մի քիչ առաջ վիճում էինք հենց այդ թեմայի վրա, չենք վիճում, քննարկում ենք ուղղակի ոնց է կարգավորվում մեր եկեղեցու կանոնակարգը, դրա մասին է ոնց հասկացա խոսում։ Կանոնակարգը ասում 301-ին գրվել է, հնդածս այո, փոփոխություններ եղել են, ես ասում երկիր մոլորակի վրա այսօր ամենահին ինստիտուտի ամենահին փաստաթուղթն է։ Իրենից ավելի հին չկա որևիցե ինստիտուտ եւ կապ չունի հոգեվոր է, աշխարհիկ է, կառավարման ինչ ինստիտուտ է, որը որ կանոնակարգի հարաբերություն։ Ես մենք ինչի մասին ենք վիճում, քննարկում, ինչպես Նարեկ ասում է, եթերից առաջ, Նարեկ ասում էր օրենք, ես դա չեմ ասում որպես օրենք, դա ներքին կանոնակարգ է։ Այսինքն պետությունը ինչ գործ ունի, թե այնտեղ խախտվել է, թե չի խախտվել։ Խախտվել է, դա պիտի կաթողիկոսը հասկանա, խախտվել է, ինչ որ բան ունենան, չգիտեմ, կարող է ինչ որ կոլեգիա ունենան, էթիկայի հանձնաժողով, ես չգիտեմ ինչ։ Այսինքն ինչ որ մի հատ կարգավորող մարմին, որը կհամարի, որ այո, խախտվել է։ Պետությունը ենթադրենք կա մի հատ սրբազան, որը զբաղվում է սեքսուալ կյանքով։ Հիմա դրանով պետությունը զբաղվի, թե կաթողիկոսը զբաղվի։ Նախ եկեք ելման կետ ընդունենք, ինչ բան է եկեղեցի։ Եկեղեցին դա առաջին հերթին համայնք է, ընտանիք է, որտեղ կան հոգևորականներ, աստծոծառաները եւ հավատավոր ժողովուրդ։ Սա եկեղեցի է։ Ինքը ընտանիք է, որը իր գործունեությունը իրականացնում է այդ կանոնակարգով։ Այո։ Այդ հիերարխիայով նկատի։ Այո, եւ ինչպես ցանկացած ընտանիք, այդ ընտանիքում հարաբերություններ կան, իրավունքներ, պարտականություններ կան, եւ որևիցե օտար ցանկացածից ընտանիք եթե փորձի մուտք գործել, գնահատել, պահանջներ դնել, շատ բնական է, որ այդ ընտանիքի անդամների կողմից դիմադրության կարժանանա։ Հիմա այս անձը այս ընտանիքի հետ կապ չունի, ձեր նշած անձը, որտեվ նաև որոշակի գրված ու չգրված չափորոշիչներ կան։ Օրինակ ինքը ինչով է ասում, որ ինքը այդ իր կեցված կեմպիսին է, որ ինքը այդ ընտանիքի անդամ է։ Նախ եթե ընտանիքի անդամ է, ինքը շարքային անդամ է։ Նկատի ունեմ, ասենք ես գնում եմ ինչ որ մի եկեղեցու, հա, այդ եկեղեցու համայնքի անդամ եմ եւ
հաճախում եմ, գնում եմ, այդ եկեղեցու հետ իմ նաև հոգևոր կյանքն է կապված, այո, ինքը որևիցե եկեղեցու հետ, որևիցե ձևով կապված չի, ինքը մեր մեծ հայ ժողովրդի քրիստոնյա եկեղեցու ընտանիքի հետ կապ չունի, եւ հետեւաբար սա ես բարոյական հարց ունեմ ասում, ինքը իրավունք չունի մտնել այդ եկեղեցու մեջ, ներքին կանոնակարգով ով է ճիշտ կառավարում, ով է, մեզ մոտ կա այսպիսի մի հիվանդություն, որը բխում է մարդու մեծամտությունից, շատ արագ գնահատում են, այս վերջերս այս դեպքերի հետ կապված, Վեհափար Հայրապետին, Սրբազանին արդեն հանձնարարական են տանում, եթե չանեք այսպես, ուրեմն դուք այսպես եք, եթե չանեք այդպես, ուրեմն դուք այդպես եք։ Ես իդեպ մի փոքր կարող է խիստ օրինակ բերեմ, 2018 թվականին, երբ Վեհափար Հայրապետի դեմ կոնկրետ արշավ էր սկսել, կոնկրետ մարդիկ, նոր Հայաստան եւ այլն, ես այն անձանցի, որը նաեւ մասնակցեց այդ օպերացիայի ձախողմանը բավական իրազեկ եմ, ինձ մի անգամ մի լրատվամիջոց հրավիրեց, լրագրողները հարցեր էին տալիս, ընդ որում հարցեր էին տալիս այնպես, որի իրավունքը ըստ իրենք ունեին։ Ես մի ասեմ, դե ասենք օրինակ գնահատում էր, որ վեհափարը էսպես, հոգևորականները էսպես, բա դուք ոնց եւ այլն, ես մի աղջնակ էր, ասի դուք ծնողներ ունեք, ասեց այո։ Ամուսնացած եք ոչ, եղբայր այո։ Ասի դուք ոնց կնայեք, եթե ես օրից մի օր ձեր ծնողները, ձեր ընտանիքի անդամները ինչ չեն ճանաչում, մտնեմ ձեր տուն, դրան զանգը տամ, դուռը բացեք, ասեմ բարև ձեզ, ու քո մամային ասեմ, որ քո պապան վատն է, իր պարտականությունները բոլոր առումով շատ վատ է կատարում, ինքը հիմա պետք է դուրս գա եւ ժամանակավորապես պապայի պարտականությունը ես կատարեմ։ Ասենց զարմացած շատ նաեւ վիրավորական է շեշտադրում, բաս հիմա եկեղեցին, մեր եկեղեցին, որը ընտանիք է։ Դուք այդ ընտանիքի անդամ չեք, միջետ ճշտեցի, ինչ որ գնում ես եկեղեցի, ինչ որ եկեղեցու հետ համակի հետ կապված ես, այդ կյանքով առնչվում ես, ապրում ես, պատարակներին գրում ես, ասենք քավություն, հաղորդություն, ոչ մի բան չկա։ Այսինքն դու այդ ընտանիքի հետ կապ չունես։ Ասում եթե դու կապ չունես, ոնց է ձեզ իրավունք վերապահում եկեղեցու, ասենք հոգևոր առաջնորդին, հոգևորականների հանդեպ գնահատականներ տալ, ընդ որում որը խիստ սուբյեկտիվ եւ սխալական է։ Եվ այդ իմ մի քիչ խիստ օրինակից հետո լրագրողներն ընդհանրապես հարց չտվեցին։ Հիմա ես ասում եմ, նրանք ովքեր որ եկեղեցու անդամ չեն, իրենց համարում են։ Համարել է քիչ է եղբայր, սա ընտանիք է, նորից եմ ասում։ Ես այդ ընտանիքի անդամներից մեկն եմ, շարքային քրիստոնյա մարդ, որը գնում է այդ եկեղեցին, մասնակցում է այդ ամեն ինչին եւ փորձում է ձգտել ապրել Տիրոջ պատվիրաններով։ Եթե սխալվում եմ, պատարակի ժամանակ էլ իմ սխալների համար կարգով քահանան թողության իրավունք ունի, մեղքերի թողություն անում։ Հիմա եթե դուք այդ ընտանիքի անդամ չեք, դուք ով եք, որ ընտանիքի մեջ մտնեք, գնահատականներ տաք, այդ քիչ է վերջում էլ որոշեք, որ այս կամ այն հոգևորականը լինի կամ չլինի, վեհափարը լինի կամ չլինի։ Ես ասում եմ, սա հստակ, սա 4-րդն է իդեպ, 4-րդ դեպքն է մեր եկեղեցու եւ Վեհափար Հայրապետի դեմ։ Առաջինը 2018 թվականի հունիսի 6-ին սկսեց, 6-րդ ամսվա 6-րդ օրը ժամը 6-ին, Սուրբ Աննա եկեղեցու մոտ։ Այս 3-6-ը միգուցե պատական է, բայց միգուցե պատական չէր։ Ուրեմն եւս դրանից հետո դա ձախողվեց 3-4 ամիս, այդպես բականին պատրաստված, ես բական իրազեկ եմ այդ ամեն ինչին կարողացանք ձախողել։ Եվս երկու դեպք, այս երկու դեպքի վերաբերյալ մի հետաքրքիր փաստ բերեմ, այդ դեպքերը ոչ այդքան փողոցային էին, որքան որոշ կարգալուց սրբազաններ եւ հոգեվորականներ մեր երկրի երկու շրջանում ուրեմն կարգ էին անում, պատարակ էին անում, կոչումներ էին տալիս կարգալուց քահանաների եւ այլն եւ ոչ ավել ոչ պակաս այդ գործընթացը լուսաբանում էր շատ հետաքրքիր ասեմ BBC-ն հայկական ոչ մի լրատվամիջոց դրա մասին չգիտեր մեկ էլ այդ իրադարձությունն է լինում խոնարհված եկեղեցիներ այսինքն այդտեղ արողություն չի լինում հին եկեղեցիներ իրեն գալիս են այդ խոնարհված եկեղեցիներում կարգ էին անում ընդ որում կառավարողներ նախկին ուրեմն թեմի առաջնորդ էր Կուսակրոն, որը ամուսնացած էր երեխաներ եւ իրեն կարգալուց էին արել։ Դրա համար։ Այո, դրա համար։ Իրեն արել էին։
Մյուս կարող եմ ասել նաև ով Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի թեմի առաջնորդը, նախկին Տիրան Սրբազանը։ Բայց շատ հետաքրքիր ինչն է, որ ոչ ավել ոչ պակաս այս իրադարձությունները լուսաբանում են BBC-ն։ Հա։ Սա հարցեր է, չէ՞ առաջանում, գոնե նվազագույնը ձեր համար վստահաբար հարցեր կառաջանա, իսկ BBC-ն մենք գիտենք որտեղից է ֆինանսավորում եւ ինչ կառույցն ներկայացնում։ Հիմա սա 4-րդ դեպքն է, ուրեմն թիրախավորված է եկեղեցին եւ Վեհապար Հայրապետը։ Առաջին թիրախը դրա մասին հրապարակա բարձրաձայնեց Կովկասի մուսուլմանների առաջնորդ։ Այսօր խոսեցինք Այո, առաջինը, այո, եւ ոչ ավել ոչ պակաս գնահատական տալիս մեր եկեղեցու վտանգավորության մասին։ Ամսի 22-ին, մայիսի 22-ին։ Նաև այդ Ալիևի հայտի խոսքից այդ 300,000 վերադարձ եւ այլն դրանից հետո։ նաև այդտեղ ինքը մենք խոսեցինք նրա մասին, որ Էջմիածնի ցակումնաբանությունն է աղավաղում ներկայացում է իբրև իրանց մի բան թեմեր են նշանակել, թեմերի առաջնորդներ են նշանակել ըստ իրենց։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք եք այս ամենը դիտարկում, որտեղ մենք նաև փորձում ենք հասկանալ, թե որը կարա լինի այն տրամաբանությունը, այն գլխավոր նպատակը, որը այս շիզոֆրենիկների ընտանիքը դրել են իրենց առջև, սկսելով այս արշավը այս ակտիվ արշավը իրենց դեմքով, որտեվ ոչ իրենց դեմքով մենք գիտենք, որ իսկապես հենց իրենց իշխանության գալուց ամիսներ հետո, արդեն որ նոր բաշխեցին այդ ամեն ինչը երևի իշխարն էին, արդեն միանգամից անցել են եկեղեցուն թիրախավորելուն, ու այն ժամանակի էլ մարդիկ երբ որ խոսում են, որ սա մեր արժե համակարգի հենասյուներից մեկը կոտրելու համար է, դե հաշվի առնելով սրա վարկանիշը մարդիկ չէին հավատում, հիմա վստահ եմ հավատում են, բայց հիմա հիմնական որպես վարկած եւ հիմնական պատճառը հետևանքային կամ դուք եք տեսնում այս հայտարարությունը, այս մուսուլմանական այդ հիմնարկի Կովկասի մուսուլմանների առաջնորդը, որ չգիտեմ, այստեղ պետք է մսկիթներ հավանաբար բացվի, որ ադրբեջանցիները, որոնք կտեղափոխվեն Հայաստան, կաշկանդված չլինեն իրանց հավատքը արտահայտելու։ Դրանով եք պայմանավորում, թե ինչն է, որ պարտադրելա սրանց sense ակտիվ իրանց դեմքով արշավ սկսել եկեղեցու դեմ, թե ուղղակի մի տարբերակ էլ կա, որ իրանք այդ երկիր հայկական ժամանակ տրամաբանության մեջ են փորձում աշխատել, այսինքն ամեն գնով ուշադրություն գրավել, պահել լսարան, մտածելով, որ հիմա եթե կարանանք ապահովենք լսարան, վաղը ուրիշ կոնտենտ էլ կտանք, որովհետև երևի թե զգում եմ, որ շատ դեպքերում անհետաքրքիր են դարձել իրանք, դա իրանց այդ ոդկասթից երևացավ, որ մի քանի թողարկում արեցին մահացավ, դա երևում է իրանց լայքերից, իդեպ իմ հիշելով առաջին կամ գուցե ոչ առաջին, բայց շատ եզակի պոստերից էր էս իրա, ստատուսներից Facebook-ում, որի այդ ջղային ռեակցիան անգամներ գերազանցում էր բոլոր մնացածին։ Այսինքն երևի եղել են ժամանակներ, երբ մոտ է եղել ցուցանիշը, բայց որ մի քանի անգամ ավելի շատ լինի այդ angry կոչվողը, քան բան, այսինքն իրանք հասկանում են, որ գլոբալ առումով իրանք կորցրել են թե լսարանի հետ այդ իրանց օրգանիկ կապը, թե առասարակ տարածումը, մարդկանց նույնիսկ հետաքրքիրել չի, ու այս ճանապարհով իրանք ոնց որ հետ են բերում իրանց դաշտ, որ վաղը ուրիշ տեղեկություն ծախեն։ Սենց տարբերակել կա։ Դուք հակված եք մտածել, որ ինչի համար են իրանք ստանում, ո՞րն է իրենց գաղափարը։ Ես իմ գնահատականը փորձեմ տալ փաստերի վրա, իսկ փաստը ասում է հետևյալը։ Նախ առաջինը Կովկասի մուսուլմանների առաջնորդի խոսքը։ Բայց կարծում եմ, այս ամեն ինչը սկսեց հետևյալից, այն որ իշխանական բոլոր օղակներում, այդ թվում եւ օրենսդիր եւ գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինը որպես ատավիզմ, որը որ մնացուկ եւ որի մասին պետք է խոսք չլինի, դա Արցախ բառնակ, Արցախի դրոշ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, սա պետք չլինի։ Հիմա պատկերացրեք օրեր առաջ հայկական կողմի նախաձեռնությամբ, բայց եկեղեցիների համաշխարհային կազմակերպության, մեր քուր եկեղեցիների, բողոքական եկեղեցիների, ուրեմն միջոցով կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր մշակութային պատմական ժառանգության պահպանությունը խորագրով համաժողով։ Ուրեմն եթե ես նաև ինձ լսողներին հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս անպայման Վեհապար Հայրապետի խոսքը, որը Շվեյցարիայում դա սա լսել կամ կարդալ, որտեվ մի քանի շեշտադրումներ կար, այդ թվում նաև այո խոսքի մեջ կար գնահատականներ
Թուրքիայի մասնակցության մասին 44 սուրյայի, Ադրբեջանի, մեր ռազմագերիների մասին, էթնիկ զտման մասին, այսինքն իր մեջ գնահատականներ, որը Փաշինյանը այդ գնահատականից հետո ես չեմ բացառում, որ Փաշինյանը նաև զանգեր է ստացել այդ ելույթից հետո, որտեվ այնուամենայնիվ եկեք այսպես ասենք, հա, եկեղեցին ինստիտուտ է։ Այդ ինստիտուտը տարածված է ամբողջ աշխարհում, ցանցային կառույց է։ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության անդամ է։ Մեր եկեղեցին բավականին հեղինակություն ունի ոչ միայն ուղղափառ եկեղեցիների, այլև եւ բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիների եւ ըստ այդմ ես տեսականորեն չեմ բացառում, որ իսկապես Փաշինյանին ուղիղ կամ միջնորդավորված իրազեկել են, որ ինչ է կատարվում։ Այսինքն ինչ, ձեր եկեղեցին ձեր վերահսկողության ներքո չի, ձեր եկեղեցու առաջնորդը շվեյցարիան ոչ ավել, ոչ պակաս նման կեցված կա դրսևորում։ Եվ սա ինչի համար եմ ասում, որ հիմքը սա է, որտեղ առաջին ռեակցիան, որը եղել է, Փաշինյանի զուգընկերոջ մոտ է եղել, թեև ասում են զուգընկեր է, եւ զուգընկերը իր ուրեմն Facebook-յան էջում ինչա գնում, ես ուղղակի մեջ բերում անեմ շատ հակիրճ այս թեմայով, ասում է Շվեյցարիայում ինչ է կանում, դիմում է վեհապարի մասնա, Շվեյցարիայում ինչ է կանում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, այս արցախցիների վերադարձի մասին, վեհապարը խոսք ասում, ում եք անհապաղ ազատում գերությունից, այն մնացածները էական չի, այլ թեմայով, հա, վիրավորական խոսքեր եւ այլն, եւ առաջին ռեակցիան այս զուգընկերների կողմից եղել է Աննա Հակոբյանի Facebook-յան էջում այն ձևակերպման, որ ես նոր ընթերցեցի, սա բառացի մեջ բերում եմ անում։ Այսինքն դուք պատկերացրեք սա հուզվելու աշճանը։ Այսինքն ինչ Արցախ, ինչ Շվեյցարիա, ինչ քննարկում, ինչ հայերի վերադարձ ուրեմն Լեռնային Ղարաբաղ, ինչ ռազմագերիների ազատում, այս ինչից եք խոսում։ Ոնց թե մենք եկել ենք այնտեղ, որտեղ հայկական մեկ ինստիտուտ իդեմս հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իր առաջնորդի կարող է կեցված դրսեւորել։ Կարող է դրական բանասի կամ ահանջատիրական որևէ։ Դեսի այս սրան առավելևս, որ այդ գնահատականի մեջ վեհապար Հայրապետի խոսքի մեջ նաեւ քաղաքական գնահատականներ կար Թուրքիայի, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության շատ հստակ, ես կարծում եմ, ես մի քանի անգամ ընթերցել եմ, շատ պրոֆեսիոնալ գրված տեքստ է եղել, եւ սա սրանց հոգեխանգարմունքի մեջ է գցել։ Ամեն ինչ իմ կարծիքով սկսել է սրանից, այդ որից հետո արդեն սկսեց այդ ճուլանացված բառ, ես այս բառերը չեմ ուզում օգտագործեմ եթերում, վիրավորական բառեր եւ այլն, այսինքն հիմա սրանց խոսույթի իմաստը ո՞րն է։ Հիմա սրանք ասում են եթերով կամ գրում են Facebook-յան էջերին բաներ, որը քնչական մարմինները պարտավոր են, առավելս ես գիտեմ արդեն մի քանի հաղորդումներ եղել է, մասնավորապես մարդկանց մանկապղծության մեջ, այլասերվածության մեջ, հա, եւ այլ մեղքերի մեջ մեղադրում են։ Այս մարդիկ դրա համար պիտի պատասխան տան։ Իդեպ ես այսօր կարդացի, որ նաեւ մի քանի հասարակական կազմակերպություններ, անհատներ, այդ թվում նաեւ անհատներ դիմել են ԱԱՑ-ի տնօրենին այս թեմայով Նելազգային ճշնաման Նիկոլի ասածների մասին։ Այս ասածները, ես այդ իր ասածները չեմ ուզում ընթերցեմ, ավելորդ անգամ չգոհազդեմ, որտեղ ես նաև հասկանում եմ, որ այդ ասածները ինքնին մեր ժողովրդի այն հատվածի, որը ժամանակին այս խոսույթով մի անձի լսում էին եւ բավական մեծ թիվ էր։ Հիմա այդ անձի գործառույթը վերցել է այս զուգընկերները եւ նույն բառամթերքով է գնում, նույն բառամթերքով է գնում եւ իրենք տեսնում են, որ տեսեք, իրենց հենարանը, իրենց վարկանիշը, այն շրիշակ, ասում ես շրիշակից էլ ներքև է, պլինտուսից էլ ներքև է։ Հիմա իրանք մի հատ թեմա են նաեւ օրակարգ բերում։ Այսինքն կարող են իրենց կեցվածքը քաղաքական գնահատականներով տալ վեհապար Հայրապետի այդ ելույթին, բայց ինչու իրենք այս խոսակցությունը իջացրեցին այն մակարդակ, որտեղ արդեն հայյանք է, մեծ հաշվի նաև ինչու։ Որտեվ ցավոք սրտի Հայաստանում կան մեր երկրի քաղաքացիներ եւ դա բավականին ստվար մասա եւ այդ իմ ասած անձի ու եթերների ժամանակ դիտումների քանակներ ցույց տալիս,
որոնք հաճելիորեն լսում են իրենց համար միգուցե նաև հոգեհարազատ է այդ բառամթերքը, մեկը ասեց, մյուսը պատասխանեց, այդ թեման բերանի մաստակ են դարձնում, մյուս օրը ընդ որում ես զարմանում եմ նաև հասարակական եւ քաղաքական լուրջ կշիռ ունեցող անձինք, որոնք նաև ունեն հանրային մեծ լսարան, իրենք եւս այդ խոսույթներով մտնում են։ Ձեզ հորդորում եմ, այդ խոսույթները սա իրենց գործիքն է, սա մեր գործիքը չի։ Ամեն դեպքում մենք չենք ուզում երկիր, որտեղ այս խոսույթը երկրի առաջին դեմքի հա, սա արժեզրկում է ամեն ինչ։ Հիմա եթե սա զուգահեռ մեկ այլ իրողության հետ, երբ մարդը այս խոսույթի տրամաբանությամբ ապրում, իր ներքին էությունը, հա, սա բավականին վատ արարք է, հա, որոշակի ներքին մեղքի զգացողություններ նաև կա, որ իսկ մարդը, որը ներքին մեղքի զգացողությունով է, առավելս որ այս որակումների տիրույթում է, հա, այդ մարդը ինչ է կարծում, մարտի դաշտում իրան ոնց կպահի։ Ես կարծում եմ, սա լուրջ օպերացիա մշակված որոշ երկրների հատուկ ծառայությունների կողմից, հիշում եք 18 թվականին, երբ զուգընկերներից մեկը ասեց, մեր տղաները հանուն ոչնչի են զոհվել։ Իհարկե հիշում եմ, դա սա իրոք մի ձևակերպում էր, ըստ որի շուրջ հետո կառուցվեց մի ամբողջ քարոզչություն, ուրեմն փամփուշտներից զարդեր էին պատրաստում, դրսից կանայք էին եւ այլն։ Հիմա ես չեմ բացառում, որ այո, այս խոսույթը, որ եթե կարողանա իշխել մեր հասարակության լայն զանգվածներին, այս խոսույթով մարդը հոգեվիճակով, հոգեբանորեն ինքը բավականին տկարացած է։ Իրոք այդպես է։ Բայց մի բան ասեմ, էլի, այդ խոսույթին արձագանքել էր հենց իր լսարանը։ Մեծամասամբ բացասական արձագանքի էր արժանացել։ Եվ կոմենտներ կային տակը, որոնք որ իրան ուղիղ մեղադրելով գրում էին բաներ, այդ կոմենտները հարյուրավոր լայք հավանություններ էին ստանում։ Այսինքն հազարավոր անգամ 1000-ից ավել լայք ունեցող։ Այսինքն մոտ 2 օր խոսել են, չէ՞։ Հիմա օրինակ ավելի առարկայական ասեմ։ Այս մենք արձանագրում ենք այս իրողությունները, եւ ես օրինակ տեսնում եմ շարունակությունը հետեւյալ կերպ։ Նրանք ովքեր որ հասարակական կառույցներ անհատներ քննչական մարմիններին ազգային անվտանգության ծառայությունը դիմել են քրեական գործերի հարուցման։ Մեր առավել ակտիվ մասը պիտի օժանդակի, աջակցի, եթե պետք լինի իրենք իրավաբանները, փաստաբանները, ես գիտեմ Ռուբեն Մելիքյան, 5-ի խորհրդկար եւ այլն, այս բոլորը առավել ակտիվ պետք է հեղեղվի դատախազությունը քննչական մարմինները, սա մեկ։ Սա առարկայապես կոնկրետ քայլ է։ Այնպես չի որ ենթադրենք այս գրածին մենք հակառակ լայքեցինք կամ կեցված դրսևորեցինք հանրային դաշտում վերջացավ, չէ։ Քրեական գործերի հարուցումը դա պիտի լինի այս իրենց արած գործի ուղղակի գործնական պատասխաններից մեկը։ Երկրորդ, ես այսօր տեսա նաև միտեղ, որտեղ պահանջ էր դրվում, որպեսզի այս զուգընկերներ ներողություն խնդրեն այն կեցվածքի համար։ Մի վարքյան, խոսքս եկեք այսպես մի փոքր ավելի խորքերով նայենք, մարդը սխալ արարք է անում, մարդը ավազակ է, մարդը իր ավազակության համար խաչվում է Հիսուսի կողքը, վերջին պահին, այսինքն նույնիսկ այդ մարդուն հնարավորություն է տրվում, խաչվողներից մեկը առաջիններից մեկն էր, որ տիրոջ աջ կողմին եղավ, որտեղ ճանաչեց տիրոջը, Աստծո որդուն։ Հիմա ես ինչ եմ ասում, այս ներողությունը հանրային դաշտում որոշակի նաև լիցքաթափման համար։ Մի կողմից մեր նման մարդկանց համար կոնսոլիդացիա է գնում, մենք պահանջատեր ենք լինում։ Ներողություն իրանց խնդրելը պահանջենք իրանք։ Այո, իրանք պիտի, գիտեք ինչ, ասենք ես այս թեմայով իմ մտերիմների հետ խոսում եմ, օրինակ ընկերներս ասում էին, եկեք հավաքվենք այն դատախազության մոտ, երբ մի պահ եղավ Նիկոլին վիրավորական բառամթերքով ասում էին։ Այո։ Ասում են եկեք 50,000 մարդ հավաքվենք հրապարակում, ասենք ներողություն խնդրի, որտեղ դու վիրավորել ես փաստացի, եթե չես խնդրում, մենք անվանարկում ենք 50,000 մարդ եւ ամբողջ սոցիալական ցանցը այդ անվանարկումը յուրաքանչյուրը իր պատին դնի, որտեղ բարոյական տեսանկյունից այդ մարդիկ ճիշտ են, որտեղ դու կանում եք արարք, որի իրավունքը չունեք։ Սա էլ է տարբերակ։ Բայց ես կուզենայի ֆլեշմոբի տրամաբանություն։ Այո, այսինքն կեցվածքի, այսինքն բարոյական ճնշում, հա, այսպես ասենք, թե իրանց վրա ինչ բարոյական, եթե մարդը կարմիր գծեր ու ամոթի զգացողություն չունի, բարոյական ինչև է, սա մոտեցում է։
Բայց ես ուզում եմ նաև մի եւս այսպիսի առաջարկ սկզբունքորեն իմ խոսքը վերաբերվում է մեր եկեղեցու զավակներին, մեր կեցվածքը առավել կազմակերպված կլինի մեր եկեղեցու շուրջ, մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի շուրջ, թե դա ինչպես միգուցե մոտորերս ինչ որ ձևով նաև իմ ընկերները հանդես կան, բայց այս հայախոսությանը, այս պորոտախոսությանը, այս անպատասխանատու հայտարարությունների մեր կեցվածքը լինի մեր առավել միասնական լինելը։ Հիմա պատկերացրեք, ես մի զուգահեռ բերեմ 2013 թվականին, երբ որոշ միջազգային կառույցներ փորձ էին անում Հայաստանում որոշ մի կոնվենցիա եւ 2 օր ենք ընդունել, խոսքը Ստամբուլյան կոնվենցիա, այո, մենք էլ էինք խտրականության դեմ եւ ընտանիքում բռնությունների կանխարգելման, այդ թեմայով ընտանիքի ավանդույթների հավատարմության հետ կապված մի միջոցառում եղավ, կազմակերպվեց եւ եկեղեցու կողմից էր խումբ աշխատանքային եւ աշխարհականների եւ մոտ 15000 մեր երկրի քաղաքացիներ, որոնք իրենց համարում են եկեղեցու զավակներ, ուխտեր տարեցին դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Մեծ խորանի մոտ վեհապար հայրապետը խոսք ասեց, այսինքն մեր կեցվածքը եւ զանգվածի առումով քանակական եւ կոնկրետ մեր հավատարմությունը, մեր կեցվածքը, ի զորակցություն մեր եկեղեցուն եւ հոգեվոր մեր առաջնորդին տարբերակ եմ ասում, ես չեմ բացառում, որովհետեւ սա եւս կեցվածք է, իսկ հիմա պատկերացեք հաշվի առնելով այն իրողությունը, որ ինչպես ասում են, զուգընկերներից սկզբունքորեն նույնիսկ իր շրջապատի մեծ մասն է զզված, ել չեմ ավելի խիստ բառ չասեմ, էլի սա իրողություն է, ասենք եթե 15000-ը դառնա 100,000 կամ 150,000, օրինակ տեսականոր նայենք 150,000 մարդ Էջմիածին, Մայրաթոր, Խորան, օրինակ ինչ է կարծում, եւ սա միասնություն կլինի այն տարանջատումները, որ իրանք փորձում են մտցնել մեր մեջ խավերով, մոտեցումներով, կուսակցություններով, անհատներով, մեծ հաշվով դա վերջին հաշվով եկեղեցու շուրջ համախմբում է։ Իդեպ մի քանի անգամ եղել է, չէ, որոշ դեպքեր, չեմ ասի այդ տենց մեծ քանակների, բայց իմաստել չունեցել ավելի մեծ քանակ, երբ տարատեսակ տեղեկություններ էին գնում, այն ինչ որ այդտենց կիսա ցնդած մեկը կար Ամերիկայից էր, որտեղից էր որ գնում էր, որ ուզում էր դառնալ նոր եղել է։ Բոլորը նույնիսկ ես չունենալով տենց խորը հավատք այդ ամեն ինչի նկատմամբ մենք տեսել ենք այդ ժամանակ։ Սմռանը 44 օրից հետո առաջին այդ պարտությունից հետո առաջին հավաքն է։ Ես հիշում եմ, այո։ Հիմա գիտեք ես թիվը ինչու եմ ես կարևորում։ Չէ, այսինքն ինքը դուք պատկերացեք, եթե սա իրոք որոշակի լուրջ արձագանք ունենա եւ եկեղեցում եւ մեր նկատի ունեմ հոգեվորականների շրջանում, վեհապար հայրապետի մոտ եւ եկեղեցու զավակների եւ մեր ժողովրդի, հա, որ սա ուժի եւ կեցվածքի դրսեւորում է եւ եկեղեցու պաշտպաններն են գնում։ Այն որ մենք գնացել ենք այդ ձմռանը, այդ խեղկատակի հայտարարություններ եւ այլն, այնուամենայնիվ հիշում եք, որ միջոցառումը պատարակի ավարտից հետո վեհապարը ժամանակ Սուրբ Գայանը եկեղեցում էր միջոցառումը։ Վեհապարը մեքենայով էր ցուրտ, սառած ճանապարհ մեքենայով եկավ, բայց հետո երբ որ իրոք բազմամարդ էր եւ տարբեր կուսակցություններ, անհատներ եւ այլն, վեհապարը ոտքով այդտեղից գնաց իր նստավայր, ժողովուրդն էլ իր հետ։ Այսինքն ես հիմա ինչ եմ առաջարկում, ասում եմ, որ միգուցե ճիշտ լինի, որ նման ի հավատարմություն մեր եկեղեցու, մեր արժեքների, մեր հավատքի, մեր նախնյաց հիշատակի, ասենք նման մի լուրջ միջոցառում կազմակերպվի, որին կլծվեն շատ-շատերը, նրանք ովքեր քաղաքական առումով տարանբռնումներ ունեն, որոշակի հակասություններ ունեն եւ այլն, բայց եկեղեցին եւ հավատն ինքը շատ միավորող գործոն է։ Այսօր նայում էի քաղաքական ռեակցիաները, դեռ այս միջև մեր ոդքասթը սկսելը, դեռ մենակ հանրապետականի գործադիր մարմինները արել, ու պրիտոմ շատ կոշտ հայտարարություն եւ նաեւ այս քո ասած բաները մեջ են ներառող հայտարարություններ, էլի, այսինքն կեցված դրսեւորել տարբեր կուսակցություններ, անհատներ, հասարակական կառույցներ, եկեղեցու զավակներ եւ այլն, եւ դրա վերջնարդյունքը որպես հավաքական առումով լինի, ասենք, մեր կեցվածքը Մայրաթոր գնալ։
Եվ այդ մեծ խորանում վեհապար հայրապետն էլ խոսք ասի։ Ես հավանական տեսնում եմ դա, մենք նաև հարցում ենք դրել, իդեպ քանի որ հիմա 2300-ից ավել մարդ համես նայում real time, առաջարկում եմ դուք էլ մասնակցեք հարցմանը, հարցը հետևյալն էր, արդյոք եկեղեցին պետք է պաշտոնապես պատասխանի իշխանական ընտանիքի զառանցանքներին, այո, ոչ, չեմ կողմնորոշվում եւ եկեղեցին ինքը գիտի իր անելիքները 74% է այս պայդրությամբ 1300-ից շուրջ պատասխանել է այո, 8% ոչ, 2% չի կողմնորոշվում եւ 16% համարում է, որ եկեղեցին ինքը շատ լավ գիտի թե ինչ պիտի անի։ Հիմա այս ձեր ասածը իրապես ես էլ եմ մտածում, որ կարա իհարկե հանդիսանա համախմբման յուրահատուկ ոնց որ առիթ կամ Եվ հարթակ է ինքը դառնում իրոք։ Հարթակ, այո, բայց օրինակ դուք անձնապես ինչպես եք կարծում, արդյոք այդ առաջին քայլը, որը պետքա մարկանց ուղղորդի դեպի այդ ամենը պետքա լինի կամ կաթողիկոսի կամ եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետևանքով, թե մարդիկ ինքնաբուխ կամ հայ քաղաքական ուժերի ուղղորդմամբ որոշակիորեն պետքա հավաքվեն եկեղեցու շուրջ, նոր եկեղեցին իր տեսակետ ասի։ Առհասարակ եկեղեցին պաշտոնապես պիտի մի բան հայտարարի է ստեղծված իրավիճակի մասին, թե ոչ։ Դիրքորոշում։ Ուրեմն նախ միջոցառման մասին ես ասեմ ոնց եղավ 2013-ին։ Առաջարկը եղել է աշխարհականներից, այդ 13-ին, թե ավելի ուշ։ 13-ին։ Չէ, այդ Ստամբուլյանի մասին ասում։ Ստամբուլյանը ես 19-ին էի հիշում։ Չէ, 13-ին։ Okay, ներողություն։ 13-ին ա եղել, հոկտեմբերի 20, եթե չեմ սխալվում։ Ասեմ ձեզ, աշխարհականների կողմից առաջարկ եղավ վեհապար հայրապետին, որ մենք ուզում ենք եւ շատ-շատերը նման մի ուխտերթ կազմակերպել։ Հետո հոգեվորականներից պատասխանատու նշանակվեց, ընդ որում շատ կարճ ժամանակում դա արվեց, մոտ 2 առավելագույն 3 շաբաթում կազմակերպվեց հոգեվորականներից այդ ժամանակ պատասխանատու նշանակվել էր Մայրաթորի հայցակարգային գրասենյակի տնօրենը Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանն է։ Աշխարհականների կողմից էլ պատասխանատուն ես էի։ Ես դրա համար այդ միջոցառումը ոնց արվեց, ինչ արվեց, շատ Ներսից լավ գիտեք։ Այսինքն դա շատ արագ կարելի է կազմակերպել, բայց սա նաև որոշակի միակամության, մեր կեցվածքի, այսինքն առանց հայյանքի, առանց վիրավորանքի, ընդհանրապես քո ուժը ցույց ես տալիս, քո միակամությամբ, քո հաստատակամությամբ եւ այդտեղ գնալով։ Ես չեմ ուզում դրա մեջ քաղաքական որոշիչ բան տեսնել, թե ինքնին այդ մեծ զանգվածը սրանց հանդեպ ինքնին արդեն քաղաքական քայլ է, չէ՞, ընդունում ենք։ Որտեղ իրանց խնդիրը մասնատելն է, այդ ջրբաժանները, հիմա դու հակառակ քայլ ես անում։ Ոնց որ ջայրով երթորին։ Ինքնին ինքը գլոբալ առումով երբեք չի եղել տենց քաղաքական, բայց վերջին տարիներին ուզես թե չուզես իր մեջ պարունակում է քաղաքական էլեմենտ, որտեղ սրանք ժխտողականությամբ են զբաղվում ցեղասպանության, իսկ այդ միջոցառման հիմնական թեման դա ցեղասպանության զոհերին համ հիշատակելը, համ հարգանքի տուրքը, համ էլ պահանջատիրությունը։ Իսկ սրանք ասում են ախպեր, եկեք չպահանջենք 100 տարի առաջ մի բան եղել է։ Այսինքն այն պահից, երբ սրանք սկսեցին հանդիսանալ հակահայության բացահայտ դրսևորման կրողներ, ցանկացած արժեհամակարգի ուրեմն պահպանման միջոցառում դառնում է քաղաքական, որովհետև այլևս որպես հետևանք դուք այդպես, այո, ես համակարծիք եմ, ուստի եւ ես կարծում եմ, որ եթե այդ քայլը արվի, ինքը բականին, նաեւ մեծ հաշվով այդ ձմռանը հիշում եք, որ մենք գնացել ենք 44 օրից հետո, նաեւ մեր մասնակիցների մոտ որոշակի ներքին այդ ծնկած վիճակից պարտությունից հետո ինչ ոգևորություն կա եւ ասում են վեհապար հայրապետ այդ սառած ճանապարհներով Սուրբ Գանե եկեղեցուց որտեղ պատարակեց ոդկով մենք էլ ժողովուրդն էլ իր հետ մեծ հաշվով այդ փոքր բանակը իր հետ էր հիմա ես էլ ասում հաշվի առնելով այս իրողությունները այս հայախառն վիրավորական ոչ հաշվետու բեզաչոտնի խոսակցությունները հիմա այդ 15000 թող դառնա 150000 ինչ չէ կարծում որ 150000 մարդ ոչ թե ընդդեմի այլ հանունի շուրջ, իսկ այս հանունիա, չէ, եթե քայլ անում, գործողություն անում, չէ, կարծում որ դա մարդկանց մոտ որոշակի առումով եւ հույսի, եւ միակամության, եւ
եկեղեցու շուրջ համախմբվելու, սա լուրջ լիցք կարող է դառնալ։ Ես ձեզ ասեմ, այն ժամանակ նաև ինչի էր շատ կարևոր ու հիմա էլ այնպես չի որ կարևոր չի, բայց այն ժամանակ առանձին վերցրած sense ոնց որ օջախներ լինեին պայքարի ու մարդիկ հստակ չէին հասկանում ինչքան էս։ Այսինքն մարդիկ դե հա Facebook-ով մեկ ինչ որ էս մի տուսովքի մեջ էր, մյուս են մի քաղաքական ուժներ, բայց չէիր հասկանում, բայց մեկ էլ դու գալի տեսնում ես, որ հսկայածավալ մարդիկ են ու հիմա էլ ես վստահ եմ շատերը, օրինակ մեր հարթակում, ես շատ մարդկանց տեսնում եմ դուրսը բան, ինչի են մարդիկ նաև real time սիրում նայել, եթե ունենում են դրա հնարավորությունը, որովհետև տեսնում են, որ իրականում իրանք մենակ չեն, հազարավոր մարդիկ հանդիսանում են իրանց կեցվածքով խորը ընդդիմադիր, համակարծիք են նրա այդ որ այն որակումների այդ որոնք մենք այս ողջ ընթացքում տվել ենք, իրանք էլ են այդ որակումները տալիս եթերից դուրս, հա, ու այս առումով իհարկե, եթե հիմա մենք չգիտենք, չէ՞ օրինակ անդադ խոսվում է նրա մասին, թե ընդդիմությունը գլոբալ ընդդիմությունը ինչքան ոնց որ բան ունի, հա, հակադրություն հակասություններ ունի ներքին իրար մեջ ինչեր ունի, բայց նաև ինչքան բան ունի, աջակից ունի, վերջի վերջո։ Մենք էլ չեք կարծում, որ այդ հակասություն ունեցողները, եթե իրար կողք միանշանակ չեք կարծում, որ իշխանությունների եւ դրսի հատուկ ծառայությունների այն գործիքակազմը, որը պարբերաբար 24 ժամվա ռեժիմով աշխատում է, ինչ որտեղ դա կոտրելու է։ Միանշանակ համաձայն եմ։ Իսկ հիմա ձեր հարցի երկրորդ մասին եկեղեցու արձագանք, մայրաթորի արձագանքին։ Ես նայել եմ քահանաներ, սրբազաններ իրենք արձագանքում են։ Այո, անհատական ամեն մեկը իր կարծիքը ունի, հա։ Եվ ես չեմ կարծում, որ այս հայոախառն խոսակցությանը, հա, որը ասենք եւ վերջում էլ բանա պահանջա դնում, որ բարեվարկության Այն որ ասում է, կամիսիա ասում ապտի բացվի, եւ գիտեք, ասենք օրինակ իրանք այդ հանձնաժողովում օրինակ ըստ իրենց էլ, եթե Արփի Դավոյանն է լինելու, Արտո Հովհաննիսյանն։ Լավ, աններ չասեմ։ Ուրեմն պոռնկությունների, բոզության, թմրամոլության, մարմնավաճառության, խաղամոլության մեջ այսօր ակնհայտ ցցուն իշխանական պաշտոններ զբաղեցնողները պիտի դառնան օրինակ այս բարեվարկության հանձնաժողովի անդամներ, իրանք որոշում պիտի կայացնեն, հա, լուրջ եք ասում։ Եվ հետաբար այստեղից իմ ասածը շատ պարզ է։ Եկեղեցին ինչ մարմնավաճառությունը բոզությունից ինչու է տարբերվում։ Առաջինը կոմերցիոն շահն է հետապնդում։ Նիկոլի քաղաքապայմանագրի կուսակցության հիմնական ֆինանսավորող երկու կանանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի էր Մարո Մաթոսյան, մյուսը Կանադայի քաղաքացի Լարա Արոնյան, հոգաբարձուների խորհրդի անդամ էին։ Այո։ Լարա Արոնյանը մարտի 8-ին 19 թվականի ազգային ժողովի նիստերի դալիճում իրավական ակտեր էին առաջարկում ընդունել սեքս աշխատող կանանց իրավունքների պաշտպանության, այդ ձեր ասած կոմերցիոն, այո, դա արդեն որպես աշխատանք, մասնագիտություն, հա, իրանց ընկալումներն է։ Բայց այսօրով հերոս կլինեին, հարկ կտային։ Հա, իրենք էլ էին հարկում։ Հերոս մարմնավաճառ։ Հա, բայց դրանք հենց կոնկրետ կին մարմնավաճառների համար չէին ամ, դրանք այդ նրանց են մնացածների մնացածով տրանսգենդերների համար էին։ Այո։ Եվ ես չեմ կարծում, որ եկեղեցին պետք է մայրաթոռը ինչ որ հայտարարություն տա, կեցված դրսևորի եւ այլն։ Առանցին հոգեվորականներ իրանք իրավասու են, իրենց տրված է նման լիազորություն, օրինակ մեկը կարդացի մի քահանա, ասենք այդ իր եկեղեցու մուտքի համար ովքեր են մտնում, ասենք իրենք նայում են, դու այդ եկեղեցու, ասենք համայնքի անդամ ես, քո վարքը ոնց է, հակել ես կարճ, տրանսգենդեր ես, տրանսվիստիտ ես, չգիտեմ ով ես, հա, եթե ֆիլտրել, կարող ենք նաև այդպես ֆիլտրել։ Հիմա սա անհատական մոտեցում է յուրաքանչյուր, բայց իհարկե իրենց որոշումները պիտի սկզբունքորեն մայրաթոռի եւ ես չեմ կարծում, որ եւ չեմ էլ բացառում, որ կարող է եւ այս ընդհանուր դաշտում եպիսկոպոսած ժողով լինի, նաև որոշակի առումով, հա, եկեղեցու հետ կապված, բայց որ եկեղեցին, ասենք սրա ինչին պատասխանի, այս գրած Նզովկի բանադրության բանը, մի հատ բացատրեք այդ ոնց է։ Կա, ասում են չկա։ Ասում են միջնադարից այնյան չի եղել։ Ասում են եկեղեցին չունի դա։ Չէ, ինչ են շարունակում։ Օրինակ, ասեմ այսպես, մենք քրիստոնյա հայեր ունենք, որոնք տարբեր եկեղեցիների անդամ են, ասենք կաթոլիկ հայեր կան, չէ՞։
Ուղղափառել կլան, չգիտեմ, կաթոլիկ կան, ուղղափառել կան, հա։ Եվ եւս մի եկեղեցի կա, որին մենք ասենք բողոքական ենք անվանում։ Այո։ Բողոքական եկեղեցին մեր եկեղեցու կողմից բանադրված է, ասենք ես։ Օբշի եկեղեցին։ Եկեղեցու- Բողոքականը նկատում եմ բրիտանական այդ բան։ Չէ, բրիտանականը անգլիկան եկեղեցին է, պրոտեստանտский չի ինքը, բայց հա, ինքը բողոքական ճյուղերից մեկն է, անգլիկան եկեղեցին, հա։ Հիմա ասենք մեր եկեղեցին, եթե չեմ սխալվում, 19-րդ դարում, թիվը չեմ հիշում, 1800-ականներին, թե 1700-ականներին, չեմ ուզում էլի ոչ ճիշտ բան ասեմ, բայց վստահաբար բանադրված է։ Այդ կեցվածքը այո կա, բայց անհատին լինում է տենց անել։ ինչպես, Անհատին։ իսկ ձեր ասած անձը անհատ է, դուք անհատել եք գնահատում։ Լուրջ, Վարչապետին դնի բանանի։ ինչ վարչապետ։ Ես ասում եմ դնի ես Ինչ ընտանիքին օբշի։ վարչապետ։ Հարգարժան, վարչապետը երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն է, չէ՞։ Հիմա ես գնահատում եմ այսպես, եւ այդ առումով եւ անդիմադիր դաշտի, այդ թվում նաեւ քաղաքական գործիչների, փորձագետների իմ եւ իրենց գնահատականները որոշակի տարամբռնում կա։ Ես գնահատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ կառավարությունը դա թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանությունն է, կոլաբորանտ կառավարությունն է։ Եթե այդպես է, իսկ ես այդպես եմ գնահատում եւ մի շատ տրիվիալ փաստ կարող եմ բերել մեզ լսողների համար, եթե այդպես է, ապա Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը Փաշինյան Նիկոլը չի։ Ասենք Ալիևն է, ասենք Էրդողանն է կամ Շահին Մուստաֆայևը, չեմ բացառում, որ հիմնական ակցիաները դեռ էսպայն Բրիտանիայի մի 6 հետախուզության կառույցի ղեկավար Ռիչարդ Մուրն է։ Իրենք են, այսինքն եթե երկիրը օկուպացված է, չի կարող քո երկրի իրական ղեկավար կոչվածը լինի այդ երկրի քաղաքացի մի հատ էլ իրան նշանակեն է բարև ձեզ։ Բայց օկուպացիայի իմաստը ո՞րն է։ Օկուպացիայի իմաստը որ այս երկիրը իր ամեն ինչով պատկանում է ուրիշին։ Այո։ Այդքան բան։ Բայց հիմա ում բանադրենք լավ լինի։ Հիմա տես խնդիր կա։ Խառնեցի, հա, մեկին Ինձ ուզում եմ մի հատ բան լինի, էլի, շարժ լինի դրա։ Ուրեմն ես ասում եմ, եկեք այսպես, հա, որ ասում են չարին բարության պատասխանի։ Ես օրինակ ասում եմ, հիմա վատ արարք են արել, վիրավորական արտահայտություններ, ոչ հաշվետու կեցված կա եւ այլն։ Ես էլ ասում եմ, այս ամեն ինչին եկեք մեր միակամությամբ պատասխանենք։ Կես միլիոն հայություն թող գնա իջմիածին։ Դուք պատկերացնում եք ինչ, նաև Հայաստանում է որակապես վիճակ փոխվելու։ Մեր ժողովրդի մոտ է այս ծնկած վիճակից, ես նույնիսկ եմ ասում, այդ հունվարին, որ մենք տեսանք, Վազգեն, մարդկանց ոգևորության ասում են, ոնց փաստորեն հələ այսքան մարդ կա, որ ծնկած էլ չի, որ եկեղեցու պաշտպան է, ես ասում եմ, այս նզով, պատասխան եւ այլն, այս իրանց խաղի կանոնն է, այս իրենք են այդ խաղի կանոնները մտցրել։ Ես առաջարկում եմ լրիվ այլ բան։ Բայց ով անի, էլի, ով կազմակերպի։ Այդ արդեն հիմա ես բարձրաձայնեցի։ Հա։ Ես հիմա ասենք այսպես այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ ինչ-որ բաներ արվում է։ Հասկացա։ Տեսնենք ոնց է, ինչ է։ Ես ունեմ ընկերներ, համախոհներ, կառույցների ղեկավարներ, իրենց հետ ես այսօր որոշակի շփումներ ունեցել եմ, իրանք համաձայնություն տվել են։ Հիմա առաջարկը մայրաթոր կարող ենք բարձրաձայնել, իրենց հետ հանդիպել, ասել, որ մենք նման իր զորակցություն մենք ուխտ ենք անում, մեզ խորանում, ձեր հետ միասին, տեսնենք։ Ինքը գործընթաց է, որը որ նաև պիտի որոշակի աշխատանքներ, հա, տարվի։ Իսկ որ ես ասում եմ օկուպացիոն ռեժիմը, շատ տրիվիալ է իմ ասածը եւ հիմնավորումը։ Ալիևի վերջին 6-7 պահանջը չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ մեր ժողովրդի շահերից։ Չթվարկեմ, հա, 300,000 կոնտրիբուցիա, ռեպարացիա, Զանգեզուրի միջանցք, կրվածներին քրեական հետապնդումներ, Միսկի խմբի լուծարում եւ այլն, չէ՞։ Սա Ալիևի պահանջն է, համալության փոփոխություն չմոռանամ, հա։ Հիմա հարց. երկրի, եթե երկրի ղեկավարը սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահը, չէ՞, ի պաշտոն է։ Ինքը ամեն ինչ պետք է անի, որ այդ պայմանները չկատարի, չէ՞։ Դրա համար շատ մեկ տրիվիալ քայլ կա, եւ որի վերաբերյալ օրերս առաջ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը եկավ այստեղ ասեց. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը 4 եռակողմով։ Այդ 4 եռակողմ, որի տակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունն է, չկա Ալիևի որևիցե պահանջ։ Այնինչ Ալիևը ասում է, սկսած միջանցքից, սահմանադրության փոփոխությունից, ռազմատուգանքից եւ փոխհատուցումից, 300,000-ի վերադարձից,
կրվածների ինքնապաշտպանությունը կազմակերպած մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդումից եւ այլն չկա այդպիսի բան։ Հիմա եթե երկրի ղեկավարը Ալիևի պահանջները ուզում է որ չկատարվի, ընդհանրապես շատ բարձ բան է ասում։ Ասում է ես վերադառնում եմ 4 երրակողմ։ Մեր կնքած ցանկացած պայմանագիր եթե 4 երրակողմից դուրս է, որից է կետի հետ ես չեմ համաձայնում, շատ տրիվիալ բան եմ ասում։ Ինչու՞ չի անում, որտեվ ինքը կամակատարն է առնվազն Ալիև Էրդողան զույգի եւ իրանց վրա այս բան շեֆություն անող Ռիչարդ Մուրի, հələ որ ասում են աշնանը փոխել։ Ես առաջարկում եմ երկու նորություն ասել։ Ցավալիորեն 4-0 պարտվում է։ Միլանի Ինտերը շատ ցավալիորեն Կվարացխելյան դարել է գոլի հեղինակ։ Իդեպ Դե լավ է։ Վրաստանի Էլի մերը չի, մեր Արևանն է, ոչ։ Նորմալ է։ Այդ մասով մյուսը փոխանցումներ ունենք, ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնենք մեր մշտական աջակցին Հովանավորին, Մհերին Միրզախանյան, շատ շնորհակալություն, Վարդանին Զորաբյան, մեր մյուս ընկերոջը եւ մեր մյուս ընկերոջը Նազելին Արտենյան, Նաժջան, մերսի, շնորհակալություն, Նաեւ Ռաֆին, շնորհակալություն աջակցության համար եւ դերևս ամփոփիչ հարց էլի այն մասով, որը որ մեր մոտ դատարկ է, Այգ ջան, դուք այդ մասով շատ Եթե տենց կոմպետենտ եք, էլի։ լակոնիկ հնարավոր է ինչ որ տեղեկություն տալ, հա, թե ռուս-ուկրաինականը ինչա կատարվում, ռուս-ուկրաինական ճակատում, ինչ սպասել։ Ուրեմն Միացյալ Նահանգները այսօր ռուս-ուկրաինական պատերազմը ուրեմն ձևափոխում է Ռուսաստան-Եվրոպա պատերազմի։ Ինքը այս պատերազմից առերևույթ դուրս է գալիս։ Ռազմական առումով ինքը եվրոպական երկրներին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին օգնելու է։ Իդեպ այսօր Վիլնյուսում արդեն սկսել է տեղակայվել Գերմանիայի 45 համարը կրող տանկային բրիգադը։ Բահ։ Եվս 5 ստորաբաժանում շուտով բերվելու է Լիտվա, գերմանական։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին դեպքն է, որ գերմանական զորքը իր երկրի տարածքից գնում է այլ երկրի տարածք, որտեղ մարտական խնդիր է կատարելու։ Ուրեմն Միացյալ Նահանգները այս կռվից դուրս է գալիս, ինքը չկա։ Իր զենքը զինամթերքը լինելու է արտադրող, վաճառվելու է եվրոպական երկրներին։ Եվրոպական երկրները դառնալու են Ամերիկայից, տալու են Ուկրաինային, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, իրենք առնելու են եւ իրենք մասնակից են լինելու Ռուսաստանի դեմ պատերազմին։ Մի քանի օր առաջ Գերմանիայի կանցլերը Մերցը հայտարարեց այդ հեռահրթիռների տրամադրման արգելքի հետ կապված, որ տրամադրելու են։ Ուրեմն մեզ լսողներին ասեմ, որ այդ հրթիռները ուկրաինական զինուժը չի կարող կառավարել եւ ռուսական կողմը հայտարարել է, թե հրթիռները կյանքի կոչվեն, այսինքն թիրախային հարվածեն 300-ից մինչև 500 կիլոմետր հեռահարության, կան նաև 2500 կիլոմետր, առայժմ այդ 300-ից 500-ը կոնտինենտալը չի 2500-500-ը։ Հա, ես ռուսները չեմ բացառ, որ դա էլ տրվի, այսինքն ամբողջ Ռուսաստանի տարածքը հրթիռներով խոցելությունը ապահովի։ Այսինքն Ուկրաինայի տարածքից։ Այո, Ուկրաինայի տարածքից։ Բայց հիմա խնդիրը հետեւյալն է, որ այդ հրթիռները տեսականորեն նայենք տրվում է Ուկրաինային, հա։ Հրթիռների աշխատացնելու համար ինչա պետք։ Ուրեմն առաջին տեղանքի թվային քարտեզ, որը Ուկրաինան չունի։ Երկրորդ Ռուսաստանի հոբ այդ տարածքի ամբողջ զինվածությունը, որը Ուկրաինան չունի, դա դիզելանավերից է, հա, նկարվում, տրվում։ Մյուսը թրիչկային ծրագիրն է, ուրեմն ծրագիրը տեխնիկան եւ մասնագետը։ Ես նշեցի 5 կոմպոնենտ, այս 5 կոմպոնենտը Ուկրաինան չունի։ Հետեւաբար որ պայն այդ հրթիռը Ուկրաինայի տարածքից թիրախավորեց եւ տարածեց, համարելու են ռուսները։ Որ այո, եւ այստեղից ռուսները բնականաբար պատասխան են տալու ավելի խիստ Ուկրաինայում, ես չեմ բացառում տեսականորեն նաեւ եվրոպական երկրներին։ Իսկ ատոմային բանիկը։ Այո, հիմա գնում է, եթե այդ սրացումները գնաց Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան այդ հրթիռները տրամադրեցին, իսկ իրենց մոտ արդեն կա որոշում տրամադրելու, ես չեմ բացառում, որ ռուսական կողմը այո նաև տակտիկական միջուկային զենք օգտագործի։ Իսկ ամերիկացիներն ինչ են ասում, չնայած հիմա ամերիկացիները այնպես ինչպես երկու համաշխարհային պատերազմում նստած նայում են, թե եվրասիական տարածքում ոնց են իրար կոտորում, ինքը վաճառում է զենք, իր ռազմարդյունաբերական համալիրը թռիչք ապրում, աշխատատեղերը
տասնյակ հազարներով, եթե ոչ 100,000-ներով ապահովում, հետո այդ ավերված երկրները ինչ որ մի ժամանակ հետո, եթե միջուկային զենքով չեն ավերվել, սովորական սպառազինությամբ, դի վերականգնեն թե չէ։ Դա էլ Մարշալի պլան 2-ը։ Այսինքն ներդրումներ, փող, բիզնես, երկու հիշեք, երկու համաշխարհային պատերազմ եղել է, առաջինը Գերմանիա, ցարական Ռուսաստան, սկզբունքորեն բախվել, այսինքն Եվրոպան Ռուսաստան հետ, երկրորդը Եվրոպան էլի Գերմանիա, Խորհրդային Միության հետ։ Հիմա այս երրորդը, որտեղ Միացյալ Նահանգները դեմոկրատների ժամանակ ներգրաված էին ուղղակիորեն այս պատերազմի մեջ, Տրամփի վարչակազմը պատերազմից ինքը դուրս է գալիս, Եվրոպային է ամբողջովին թույլ տալիս, բայց հաշվի առնեք, որ զինվածությունը, եթե ԱՄՆ դուրս է գալիս, եվրոպական երկրների ռազմարդյունաբերական համալիրները մոտ 20% են կարողանում ծավալը փակել, արդեն 3 պայմանագիր է կնքվել գերմանական ամենահայտնի մի զենք զինամթերք արտադրող ֆիրմայի հետ, ընկերության հետ, որ Միացյալ Նահանգների տարբեր տիպի հրթիռներ եւ արկեր ացիոտորչինի ռեժիմ, այսինքն հավաքովի ռեժիմով մտնում է Գերմանիա։ Սրանով նախ եվրոպական երկրների գիտական պոտենցիալն է մեռնում, որտեվ եթե դու չես քո գիտությամբ չես արտադրում զրոյից, հա, այլ գնում ես, սկզբունքորեն բիզնեսմենը ինքը շահի մասին է մտածում, չի մտածում այդ երկրում գիտությունը կզարգանա, չի զարգանա, շահը կա, վերցնում է, հավաքում է, ոնց որ թուրքական բայրակթարները։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ եվրոպական երկրները հիմա ամբողջովին ներգրավում են Ռուսաստան դեմ պատերազմում եւ այստեղ մենք ինչ վտանգ ունենք։ Եթե եվրոպական երկրներն են պատերազում, ապա եվրոպական երկրները Ռուսաստանի դեմ օգտագործեն բոլոր ճակատները։ Այդ ճակատը միայն Ուկրաինան չի, այդ ճակատը նաև հարավային Կովկասն է եւ հաշվի առնելով Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ակտիվությունը ռազմական առումով վերջին շրջանում Հայաստանում, ես չեմ բացառում, որ այդ ակտիվությունը նաև իր դառը պտուղները կարող է բերի նաև Հայաստանի Հանրապետության։ Դրա համար ամերիկացիք ասում են, որ այստեղ կա խնդրեմ, վտանգ կա որևէ ակտիվ գործողությունների, էլի։ Ոչ միայն ամերիկացիք, այդ նույն ժամանակ ասել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարը Սյունիքի բարագայում, այո։ Որ բանը բացելու մասով, չէ՞, նաև Միջանցքի հետ կապված, այո։ Այսինքն, եթե եվրոպական երկրները այստեղ մտան, Ուկրաինայի մտան Ռուսաստանի հետ պատերազմի, իրենք պատերազմի մի ուղղությունը բերելու են նաև Կովկաս, Ռուսաստանին հարվածելու համար, իսկ Հայաստանը այդ առումով իրենց համար պոլիգոն է դառնալու։ Առավելս որ Ֆրանսիան այսօր երևացող երկիրը, որտեղ առավելագույն փորձում է Ռուսաստանի դեմ, Ֆրանսիան է, ինչու՞, որտեղ Ֆրանսիան եվրոպական միակ երկիրն է, որը միջուկային տերություն է։ Բրիտանիայի միջուկային հրթիռները ուղղակիորեն կառավարվում են ԱՄՆ-ի կողմից, իսկ Ֆրանսիան 195 միջուկային հրթիռ ունի, որից 150-ը Սուզանավերի վրա են, միջերկական ծովում 50 ինքնաթիռներ էլի, եւ ինքն էլ առաջարկել է, որ եվրոպական երկրներ, ՆԱՏՕ անդամ երկրներ մտնեն իր միջուկային հովանոցի ներքո։ Սա իրողությունն է, այնպես որ կենացները գնալով քաղցրանում են եւ կարճ լուծում չի լինելու, ես ոնց հասկանում եմ, կարճ ժամանակում չի վերջանում։ Ընդ որում ԱՄՆ-ը լրիվ ձեռք տալիս է Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմ, նորից եմ ասում, երկու համաշխարհային պատերազմ այդպես եղավ, չէ՞։ Եվրոպան միայն Գերմանիան չէր, հավաքական Եվրոպան էր Ռուսաստանի հետ, հիմա նույն ձևով այս հավաքական Եվրոպան մտնում է պատերազմի մեջ Ռուսաստանի։ Իսկ ճակատում ինչ վիճակ է, այսինքն գյուղեր, տարածքներ նոր գրաված կա, առաջ գնում է ռուսական զորք։ Ուրեմն ասեմ ձեզ, ռուսական կողմը մի քանի կարմիր գծեր անցել, մինչև չկար։ Կուրսկը երբ Կուրսկի մի մասը նու հիմնականում Ուկրաինայի զինված ուժերը ուզում են ատոմականը վերցնեն, չստացվեց, բայց երկար ժամանակ մնացին Կուրսկում, բավականին զոհեր տալով։ Հիմա մաքրեցին Կուրսկը։ Ուրեմն Կուրսկից հետո կարմիր գիծ կար, որ Սումա Կուրսկի հարակից շրջանը Ուկրաինայի Սումա շրջանն էր։ Սումա պետք է չմտնեն։ Հիմա Սումայում են։ Ավելի ասեմ, այո, ռուսները 50 հազարանոց բավականին այսպես փորձառու անձնակազմա այսօր հայտնվել, ասենք, այն տեղում, որը մոտ ժամանակներս պատրաստելու է Խարկով քաղաքի գրոհը, Խարկով վերցնելը, երկրորդ կարմիր գիծը։ Երրորդ Դնեպրոպետրովսկի մատույցներում են։ Այսինքն հիմա եւս վերջերս Բալթիկ ծովում Նիդերլանդների մի նավի դրոշով ուրեմն տանկեր են ձերբակալել ռուսները, ասել են այսպես տանում ենք եվրոպական կողմից բացի այսպես
հայտարարություններից որից է բան Դե չեղել։ չի ելել, Եվ նաև այս ռուսների առաջ խաղացումը, ինչ որ ես ասում, արդեն նոր մարզերի վրա է գնում, հա։ Եվրոպան բացի հայտարարություններից ուրիշ բանը չի անում։ Այսինքն ռուսները հիմա այսպես, հա, կարմիր գիծ աշճանաբար անցնում են։ Եվ այդ կարմիր գծերը անցնելուց հետո Եվրոպան կոշտ որովհետեւ կեցված չի դրսևորում։ Ես չեմ բացառում, որ ուղղակի Միացյալ Նահանգները կողքից հետևում է եւ ինքը թողում է։ Հրաշալի իմանալով, որ վերջնարդյունք ինչ ալնելու։ Եվ ի դեպ ասեմ Միացյալ Նահանգների իսկ ինչու պետք չի, որ իր տնտեսությանը արտադրանքի արտահանման ծավալներով դեռևս ժամանակին գերազանցած Գերմանիան ընդհանրապես տնտեսություն չունենա։ Ասենք իսկ ինչու ոչ։ Բան չասացի։ Էլ չեմ ասում, որ այդ տարածքները եթե ավերվեն տեսականորեն, ասենք Միացյալ Նահանգները սիրով լուրջ ներդրումներ կանեն, չէ՞, ոսկու դիմաց։ Եվ ամենավերջում Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահն է, իր տեղակալը Դիմիտրի Մեդվեդևը ի արձագանքս Ռուսաստանի նախագահի այն կեցվածքին, որ բուֆերային գոտիներ պիտի ստեղծեն, իսկ իմ նշած այդ 3 մարզերը եւ գումարած Սեցովյան ափի 2 մարզ Օդեսան եւ Նիկոլաևը եւս դառնում է բուֆերային գոտի, օրինակ Մեդվեդևը նման միտք է ասել, որ ամբողջ եթե ԱՄՆ-ի պահանջներով մենք չենք բանակցությունները նստում եւ ստորագրում, իսկ ամենը ասում է, եթե խաղաղություն իմ պահանջներով, ռուսները ասում են, չէ, մեր պահանջներով է խաղաղություն լինելու, եւ Մեդվեդևը ասել է, ամբողջ Ուկրաինան բացի մի քանի մարզերից արևմտյան, որոնք նախկինում Հունգարիա եւ Լեհաստանի մարզերն են, հա, նրանք կտրվի, մնացած ամբողջ տարածքը դառնալու է բուֆերային գոտի։ Սա նշանակում է, որ ռուսները ասում են ուղղակիորեն ամբողջ Ուկրաինան վերցնելու ենք։ 1 տարի կլինի, 2 տարի կլինի, բայց միևնույն է մենք վերցնելու ենք, եթե Ուկրաինան այնուամենայնիվ հետքալ չի անում։ Իսկ Ուկրաինայի պատերազմի թիվ 1 շարունակությունը շահագրգիռ պետությունը Բրիտանիան է։ Վստահաբար եմ ասում ձեզ, ինչու, որովհետև հաշվարկը հետևյալն է։ 1.5 տարի հետո ԱՄՆ-ում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են տեղ ունենալու։ Եթե Տրամպը չհաջողեց ոչ տնտեսական իր բարեփոխումները, ոչ էլ Ուկրաինայի պատերազմի կասեցումը, ապա այդ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ես չեմ բացառում, որ հանրապետականը պարտվի, որը կլինի երաշխիք, որ հաջորդ նախագահականում գլոբալիստները իդեմս դեմոկրատների կգան իշխանության։ Քանի որ գլոբալիստների երկրորդությունը Բրիտանիայի կառավարությունը իրենք շահագրգիռ են, որ պատերազմը շարունակվի։ Պարզ է, շնորհակալություն ամփոփ այս վերջին հարցին էլ անդրադառնալու համար։ Ուրա 5-0 օրա։ Դե լավ հա մոռացի այդ եղբայր երկինն է, ինչ վիճակում դու ասում ես Ինտերը։ Կարևորը դե վրացի մեկ մեր ընկերը գոլ խփեց էլի լավ է։ Մերն են աջան։ Շատ շնորհակալություն։ Հայկ ջան, միշտ շատ հաճելի ու բովանդակալի է ձեզ հետ։ Շփվել են ընկերներ, ձեզ էլ շնորհակալություն, որ շարունակում եք մնալ մեզ հետ։ Ես վստահ եմ նույնքան հետաքրքիր զրույց մենք շարունակենք ունենալ մեր երկրորդ հյուրի հետ, Արթուրի Խաչիկյան։ Հատկապես Նիկոլի ծնունդն է արդեն։ Արա Նիկոլի ծնունդն է արդեն։ Եվ հատկապես Յոսիլյանին ինձ ուզում է նորից դատի տա։ Հարգելի։ Այո, հեսա Արթուրի հետ միանգամից դուք ուզում եք շնորհավորել, չեք ուզում, չէ, դժվար։ Կարող են 4 սպეციფიկ։ Նախ ասեմ քրիստոնեական օրացույցով, որը ոչ թե 24:00-ով է, այլ 18:00-ով։ Արդեն իր ծնունդը սկսել է։ 18-ից արդեն ֆռում էր։ Հա, օրը փոխվում է 18:00-ից։ Ինչը շնորհավորեմ։ Աստված խելք ու բանականություն տա եւ այն բժիշկները, որոնք այդ կարգի մարդկանց բուժում են, ժամ առաջ այդ բժիշկների ձեռում հայտնվի Նիկոլա։ Ամեն։ Պաթոլոգը անատոմի։ Այո։